Բարև իմ անուշիկներս, այսօր ես ձեզ կներկայացնեմ Շարլ Պերոյի կախարդուհի հեքիաթը։ Ժամանակով մի գոռոզ ու չար կին էր ապրում, նա երկու աղջիկ ուներ, մեծը և բնավորությամբ և արտաքինով նման էր մորը, փոքրը ընդհակառակը, հորն էր նման, բարի ու պարկեշտ, բացի այդ էլ չտեսնված գեղեցիկ էր։ Մայրը գժիպես սիրում էր մեծ աղջկան, իսկ փոքրին ատում էր։ Մեծին խնամում էր, ծառայում, ինչպես որ կծառայեն իշխանուհուն, իսկ փոքրին ստիպում էր գիշեր ու զօր աշխատել, նույնիսկ պատվիրում էր ջաշը խոհանոցում ուտել։ Աղջիկը օրական 2 անգամ պարտավոր էր գնալ հեռու աղբյուրից ջուր բերել սափորով։ Մի անգամ աղբյուրի մոտ մի աղքատ բարավ մոտեցավ նրան և ջուր խնդրեց։ Աղջիկը ողողեց սափորը, ջուր լցրեց ու տվեց նրան, և դեռ սափորի տակից էլ բռնած պահում էր, որ պարավի համար հեշտ ու հարմար լինի։ Պարավը ջուրը խմեց ու ասաց. «Դու շատ բարի ու պարկեշտ աղջիկ ես, քո բարության ու պարկեշտության համար ես քեզ նվեր կտամ»։ Իրականում պարավը կախարդ էր։ Նա դիտմամբ էր աղքատի շորեր հագել, որ փորձի աղջկան։ Այսուհետ ամեն խոսք ասելիս շարունակեց կախարդը. «Քո բերանից վարդ կամ թանկարժեք քարեր կթափվեն»։ Պարավն ասաց ու չքվեց, իսկ աղջիկը լցրեց սափորը և վերադարձավ տուն։ Երբ հասավ տուն, մայրն ուշանալու համար սկսեց հանդիմանել։ «Ներեցեք ինձ, մայրիկ, որ այսպես ուշացա», ասաց աղջիկն ու բերանից 2 վարդ ընկան 2 մարգարիտ և 2 հատ էլ խոշոր ադամանդ։ «Սա ինչ բան է», զարմանքից ճչաց մայրը։ «Քո բերանից մարգարիտներ ու ադամանդներ են թափվում»։ Աղջիկը ամեն ինչ պատմեց մորը ու նորից ամեն խոսքի հետ բերանից վարդեր ու ադամանդներ թափվեցին։ «Ահա թե ինչ», ասաց մայրը, «որ այդպես է, քրոջդ էլ է պետք ուղարկել այդ աղբյուրը։ Այստեղ արի, աղջիկս, տես ինչ է թափվում քրոջդ բերանից, երբ խոսում է։ Երևի դու էլ կցանկանայիր այդպիսի նվեր ստանալ կախարդից, դրա համար պետք է գնաս աղբյուրը ու երբ աղքատ հագնված կինը ջուր խնդրի քեզնից, քաղաքավարությամբ մատուցես»։ «Այդ էր պակաս, որ գնամ ջուր բերեմ», կոպիտ պատասխանեց աղջիկը։ «Ես քեզ հրամայում եմ գնալ», գոռաց մայրը։ Ալարկոդը վերցրեց տան ամենագեղեցիկ արծաթե սափորն ու գնաց անտառ։ Այնտեղ շքեղ հագած մի գեղեցկուհի հանդիպեց նրան։ Գեղեցկուհին մոտեցավ և ջուր խնդրեց։ Դա նույն կախարդն էր, որ երևացել էր նրա քրոջը։ Այս անգամ իշխանուհուն նման էր հագնվել, որ սրան էլ փորձեր։ «Միթե ես եկել եմ այստեղ ձեզ ջուր տալու», կոպտեց աղջիկը։ «Գուցե կարծում եք, թե այս արծաթե սափորը ձեզ համար եմ բերել։ Այդ էր պակաս, ծարավեք, բռերով վերցրեք, խմեք»։ «Դու շատ չար ես», ասաց կախարդը։ «Քո չարության համար ես քեզ նվեր կտամ։ Ամեն անգամ խոսելիս, շարունակեց նա, քո բերանից օձեր, մկներ կամ դոդոշներ կթափվեն»։ Ասաց ու չքվեց, իսկ կոպիտ աղջիկը անշտապ քայլեց դեպի տուն։ Մայրը չէր համբերում, որ աղջիկը հասնի տուն, նա ընդառաջ գնաց ու տեսնելով իր սիրելիին, գոչեց. «Հը, աղջիկս, ինչպե՞ս են գործերդ»։ «Հը, մայրիկս, ինչպե՞ս են գործերդ», ծաղրեց նա մորը, և բերանից օձեր, մկներ և դոդոշներ թափվեցին։ «Այս ինչ եմ տեսնում», սարսափահար կանչեց մայրը։ «Սա քրոջդ արած գործերն են, նա դրա դիմաց պատասխան կտա»։ Մայրը նետվեց փոքր աղջկան ծեծելու, խեղճ աղջիկը փախավ ու թաքնվեց մոտակա անտառում։ Այստեղ էլ նրան տեսավ մի ջահել արքայազն, որ որսից էր վերադառնում։ Նրա գեղեցկությունից ապշած հարցրեց, թե աղջիկը մենակ ինչ է անում անտառում և ինչու է այդպես դառը արտասվում։ «Ախ, մայրիկս ինձ վռնդել է տնից», ասաց աղջիկը և
Նրա բերանից 5 հատ մարգարիտ թափվեց, նույնքան էլ ադամանտ։ Արքայազնը շատ զարմացավ։ Նա խնդրեց աղջկան պատմել, թե ինչու են բերանից մարգարիտներ ու ադամանդներ թափվում։ Աղջիկն ամեն ինչ պատմեց։ Արքայազնը տեղնուտեղը սիրահարվեց նրան, դարավ պալատ ու ամուսնացավ նրա հետ։ Իսկ քույրը օձերով ու դոդոշներով այնքան զզվեցրեց բոլորին, որ նույնիսկ հարազատ մայրը վռնդեց նրան։